9-րդ գումարման խորհրդարանում պաշտոնապես ձևավորված է 12 մշտական հանձնաժողով։ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված падգամավորների թվի համամասնությամբ։ Նախագծով հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանված է 8։ Գլխադասային հանձնաժողովների անվանացանկում կան որոշակի վերանայումներ։ Ցանկը հետևյալն է. Ազգային ժողովի աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով։ Ըստ Դոնթի Բանաձևի 8-ի ղեկավարումը վերապահված է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, 3-ը ընդդիմադիր ուժեղ Հայաստան, 1-ը Հայաստան խմբակցություններին։ Օրենքով սահմանված կարգով խմբակցությունները հերթականությամբ նաև ընտրեցին, թե որ հանձնաժողովներում են ցանկանում ստանձնել նախագահությունը։ Խմբակցությունների միջև հստակեցվել են նաև տեղակալների պաշտոնները։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից առաջադրվեց Վիլեն Գաբրիելյանը։ Պատգամավորը ներկայացրեց իրեն վստահված հանձնաժողովի առանցքն ու աշխատանքային այն սկզբունքները, որոնք օրինաստեղծ գործընթացներում լինելու են անկյունաքարային։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը առնչվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, պետական ինստիտուտների կայունության, քաղաքացիների անվտանգությանը եւ պետության ապագայի նկատմամբ վստահության ձևավորմանը։ Այդ պատասխանատվությունը պահանջում է որակյալ օրենսդրություն, հետևողական վերահսկողություն, մասնագիտական ներգրավվածություն եւ պետական շահի շուրջ համախմբելու կարողություն։ Արուսյակ Ջուլհակյանին էլ իշխող խմբակցությունն առաջադրեց պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Մոտենալով ամբիոնին պատգամավորը նշեց, որ գործնեության առանցքը լինելու է արդարադատության շահը հիմնված մարդու իրավունքների եւ ազատությունների վրա։ Ջուլհակյանը նաեւ հավելեց, որ հենց այդ հանձնաժողովն է այն հարթակը, որտեղ ձևավորվում է պետության իրավական ճարտարապետությունը։ Հանձնաժողովը պետք է դառնա բարձրորակ օրենսդրության մշակման եւ փորձաքննության կենտրոն։ Միաժամանակ նաեւ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է իր օրենսդրական վերահսկողական գործառույթների շրջանակում նաեւ հետ օրենսդրական վերահսկողություն իրականացնի արդեն իսկ ընդունված օրենքների նկատմամբ եւ ստուգի արդյոք որքանով արդյունավետ են աշխատում այն օրենքները, որոնք որ ընդունվել են ազգային ժողովի կողմից։ Հիմք ընդունելով Դոնթի Բանաձևը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը ընդդիմությանն է։ Այդ պաշտոնում ուժեղ Հայաստան խմբակցությունն առաջադրեց Հայկ Վարմանյանի թեկնածությունը։ Պատգամավորը կարևորում է բնակչության բարեկեցության բարձրացմանը, երկրի ֆինանսական կայունության ամրապնդմանն ուղղված աշխատանքներն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի արդյունավետ կիրառումը։ Այս ամենով հանդերձ Վարմանյանը ընդգծում է. Մեր քաղաքականությունը պետք է միտված լինի որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող հանձնաժողով, պետք է միտված լինի առաջին հերթին պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսմանը, անկախ մեր քաղաքական տարաձայնությունները, անկախ որևիցե խորը հակասությունները, բայց պետական բյուջեն դա մեր կարմիր գիծն է եւ այդ առումով ես կարծում եմ, վստահ եմ, հուսով եմ, որ մենք ունենալու ենք կոնսենսուսային մթնոլորտ եւ անկախ նրանից օրինագիծ ներկայացնողը ընդդիմությունն է թե իշխանությունը, ես կարծում եմ, եթե դա բխում է մեր երկրի շահերից, մեր ժողովրդի բարեկեցության ուղղված ինչ-որ մեկ քայլ առաջ կտանի մեզ, բնականաբար ես ինքս դրան առաջի կողմ քվեարկողը կլինեմ։ Արտաքին բլոկում խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրեց Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ պատգամավորը նախորդ գումարման խորհրդարանում 3.5 տարի նախագահել էր հենց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Խանդանյանը նախ շնորհակալություն հայտնեց ընտրողներին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վստահելու համար, ապա շեշտեց, որ անցնող տարիներին առաջ է մղվել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության հայեցակարգը ձևավորվել են խաղաղության գործընթացի
հիմնարար սկզբունքները, որոնք իր ձևակերպմամբ քաղաքական հայտարարություններից աստիճանաբար վերածվել են գործնական քաղաքականության ու արդյունքների։ Միջազգային գործընկերների ընկալումներում Հայաստանն այսօր հուսալի, կանխատեսելի եւ պատասխանատու գործընկեր է, ընդգծեց խորհրդարանականն ու շեշտեց, որ այսօր մեր երկրի շահը խաղաղ, կայուն, փոխկապակցված եւ համագործակցային միջավայր ունենալն է։ Այսօր երբ խաղաղությունը փաստ է, մենք հնարավորություն ունենք մեր դիվանագիտական եւ քաղաքական ռեսուրսի ավելի մեծ մասը ներդնել զարգացման, տնտեսական համագործակցության, փոխկապակցվածության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, կլիմայի փոփոխության եւ այլ գլոբալ օրակարգերում։ Եվ այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն տեսանելի են։ Բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչը տարածաշրջանացումն է։ Դրա նպատակը շատ հստակ է՝ Հայաստանի համար սեփական տարածաշրջանում առանց արտաքին միջամտության ապրելը դարձնել ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ։ Սա նշանակում է հարաբերությունների հետևողական զարգացում בין անմիջական հարևանների Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ իմ առաջնահերթություններից մեկը լինելու է այս երկրների հետ միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ինստիտուցիոնալ ամրապնդումը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագահի թեկնածուն Բաբկեն Թունյանն է։ Պատգամավորին առաջադրեց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Թունյանն աշխատել է դեռ նախորդ գումարման խորհրդարանում։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր 2023 թվականից։ Խոսելով երկրի տնտեսական մակարդակի վերաբերյալ թեկնածուն ընդգծեց, որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանը նոր իրականության մեջ է ապրում, ինչը նոր հնարավորություններ է բացում երկրի համար ու հավելեց, որ մեր խնդիրն է մաքսիմալ արդյունավետ օգտվել այդ հնարավորություններից։ Այդ հարցում պատգամավորը կարևորեց տնտեսական հարցերի եւ մյուս մշտական հանձնաժողովների մասնակցությունը process-ների մեջ։ Թունյանը վստահեցնում է, ընտրվելու դեպքում եւս հանձնաժողովի առանցքում լինելու է երկրի տնտեսական շահը, իսկ տնտեսական համայնքի ձայնը օրենսդրական նախաձեռնություններում կարևոր։ Ինչ վերաբերում է աշխատավոճին, ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ ոնց որ թե հույս կա, որ ընդդիմությունը կմասնակցի հանձնաժողովների աշխատանքներին, ամեն դեպքում այդպիսի պատրաստակամություն են հայտնում, նաև մտածում եմ, որ կարելի է ընթացքում ակտիվացնել երկխոսությունը թե գործարար համայնքի հետ, որը եղել է, բայց միշտ տեղ կա ավելի բարելավելու ակադեմիական շրջանակների, փորձագիտական շրջանակների հետ եւ իհարկե նաեւ վերլուծական կարողությունները ավելացնելու ուղղությամբ քայլեր պիտի կատարվեն։ Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն է։ Ուժեղ Հայաստանից առաջադրվեց Դավիթ Ղազինյանը։ Պատգամավորը նշում է, օրենսդրական բարեփոխումների առանցքում կլինի տեղական ինքնակառավարման համակարգը։ Մեր նպատակը պետք է լինի մարդկային կարողություններով զարգացած ֆիսկալ ինքնուրույնություն ընդլայնած բնակչին մոտ եւ որակյալ ծառայություններ մատուցող ուժեղ համայնքը։ Վերաիմաստավորման կարիք ունի նաև մարզպետի եւ մարզպետի աշխատակազմի դերը։ Մարզպետարանը պետք է աշճանաբար վարչարարող մարմնից վերածվի տարածքային զարգացման իրական կենտրոնի, համադրելով համայնքային մարզային եւ պետական զարգացման ծրագրերը, ձևավորելով մարզի երկարաժամկետ առաջնահերթությունները եւ նպաստելով ներդրումների ներգրավմանը։ Ազգային ժողովի մշտական մյուս հանձնաժողովների նախագահների թեկնածուները նիստերի դահլիճում կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ։